ամեն օր հրապարակվում են ձայնագրություններ, ընտրակաշառք տվողների խոսակցություններ, որոնք հետո հայտնվում են բանտում եւ շարունակելու են հայտնվել բանտում։ Այսօր հրապարակվեց հերթական ձայնագրությունը, որտեղ մի քանի տասովշիկ իրար հետ զրուցում էին, թե ում ինչքան փող են տալիս, իրանք արդեն կալանավորված են, ու ինչ են ասում, մեկը իրանցից ինչ է ասում, ասում է դե բանը, ասում է, չեն ասում հələ իրանց տեխնացուին, ասում է դոդը չի ասում իրա տեխնացուին։ Բայց դե բանը ընտրություններից հետո դոդը, Տաշիրն ու Քոչարյանը միանալու են, հիմա չեն ասում, որ ձեն չկորցնեն։ Երբ որ ասում է Քոչարյան, ենթադրաբար նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, ոչ Անդրանիկ Քոչարյանին։ Երբ որ ասում է Տաշիր, ամենայն հավանականությամբ նկատի ունի Սամվել Կարապետյանին, Կալուգացուն, չնայած ես կարծում եմ մեծ վիրավորանք է մեր սիրելի Տաշիր քաղաքին, որ իր անունով կոչեն Կալուգացուն, պետք է ասել Կալուգացի։ Եվ ասում է դոդ, ճիշտ ասած չգիտեմ այդ դոդ ասելով ում նկատի ուներ, բայց ենթադրում եմ, որ ուղեղով առանձնապես չի փայլում այդ մարդը։ Եվ ենթադրում եմ, որ այդ զրուցողներն էլ առանձնապես ուղեղով չեն փայլում, եւ հուսով եմ մեր քրեակատարողական հիմնարկները նրանց ուղեղ կներարկեն։ Սիրելի ժողովուրդ, նաեւ ամեն օր հրապարակվում են տեղեկություններ, պաշտոնական հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է տեղեկություններ, որ ձերբակալվում են այն մարդիկ, ովքեր Ռուսաստանում ընտրակաշառք են ստացել եւ գալիս են այդ, չգիտեմ, անհայտ դոդերին ընտրելու։ Բոլորը պետք է իմանան, բոլոր ընտրակաշառք վերցրածները, ովքեր Հայաստանում են կամ Հայաստանից դուրս։ Մենք գիտենք, ովքեր են ձեզ տալիս ընտրակաշառք, մենք գիտենք, որ ցուցակներով են ձեր տալիս ընտրակաշառք, եւ ձեր սպասվում են 7 հրաշալի տարիներ Հայաստանի բանտերում։ Բարով եք եկել։ Բայց ես պետք է հատկապես նշեմ, խոսքը վերաբերվում է միայն ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին։ Բոլոր մյուս մեր քույրերին եւ եղբայրներին, որոնք ապրում են արտերկրում, Սփյուռքում, ովքեր Հայաստանի քաղաքացի են, մենք սիրով սպասում ենք հայրենիքում եւ վստահ ենք, որ նրանք քվեարկելու են քաղաքացիական պայմանագրի օգտին։